Փառք Տիրոջ, եղբայրներ, քույրեր ջան, Աստծո խաղաղությունը բոլորիս վրա հանգչի եւ իր ողորմության շատությունը մեր կյանքի օրերի մեջ լինի։ Շնորհակալ ենք Տիրոջից մեզ գնելու, մեզ գտնելու, իր արյունով մեզ սրբելու։ Շնորհակալ ենք, որ Սուրբ Հոգին այս օրերի մեջ եկեղեցիները պատրաստում է երկնքի հափշտակության օրվա համար։ Երանի այն մարդուն 84 Սաղմոսի մեջ գրված է, որ նրա զորությունը Տիրոջից է ու իր սրտի մեջ ճամփաները կան Տիրոջ տան։ Փառք Տիրոջ, հավաքված է բավականին ժողովուրդ, ում սրտի մեջ այո կան տան ճամփաները եւ ովքեր սպասում են Տիրոջ փառավոր հայտնությանը։ Ուզում եմ կարդամ Հոբի գրքից մի հատված մեր առավոտ կանուխ հավաքվելու համար եղբայրներ, քույրեր ջան, որտեղ 8-րդ գլխի 5-րդ խոսքում էսպես ասում. Եթե դու առավոտները կանուխ Աստված կփնտրես եւ ամենակարողեն շնորհ կխնդրես, եթե դու մաքուր ու շիտակ լինես, անշուշտ անիկա քեզ համար պիտի արթնանա ու քո արդարությանդ բնակարանին հաջողություն պիտի տա, թեև քո սկիզբդ փոքր լա, բայց քո վերջդ խիստ պիտի մեծանա։ Շնորհակալ ենք Տիրոջից իր մեծ ողորմության համար։ Աստծո խոսքը մեզ հորդորում է, եթե առավոտ կանուխ դու Աստված փնտրես ու Տիրոջից շնորհ խնդրես, փնտրենք ինչպես նա է ուզում, փնտրենք առավոտ կանուխ ոչ թե մեր կարիքների ցանկությունների համար, այլ իր խոսքի հայտնության համար, իր թագավորության համար, որովհետև Աստծո խոսքը մեզ սովորացնում է ամեն բանից առաջ առավոտ կանուխ խնդրի Տիրոջ թագավորությունը եւ նրա մեջի արդարությունը, մնացած բաները մեզ կտրվի, Տիրոջ անունը փառավորվի։ Խոսք, որ ուզում եմ ձեզ հետ կիսվեմ եղբայրներ, քույրեր, որը առաջինը ինձ է վերաբերվում եւ որի մասին ես շատ եմ մտածում եւ աղոթքանում, խոսքը արթուն մնալու մասին է վերջին օրերի մեջ։ Աստծո խոսքում գրված է հետեւյալ համարը Պետրոս առաքյալի թղթում 1 Պետրոս 4-րդ գլուխ 7-րդ խոսքում է գրված. Սակայն ամեն բանի վախճանը մոտեցել է, ուստի զգաստ եղեք եւ աղոթքի մեջ արթուն կացեք։ Պետրոս առաքյալը հորդորում է իր խոսքի մեջ բոլորիս, որովհետև ամեն բանի վախճանը մոտեցել է։ Եղբայրներ, քույրեր ջան, մենք շատ անգամ մենք ինքներս էլ ենք ասում, այո, ամեն բանի վախճանը մոտեցել է, նայում ենք աշխարհին, կատարվելիք իրադարձություններին եւ նորից ու նորից ամեն օր խորապես համոզվում ենք նայելով ավետարանի խոսքին, որ ամեն բանի վախճանը մոտեցել է, իսկ հարց ամեն մեկը սողված մեզ, իսկ մենք ինչպես ենք վարվում, արթուն ենք վերջին օրերի մեջ, արթուն ենք աղոթքի մեջ, արթուն ենք մեր հավատքի կյանքի մեջ, արթուն ենք մեր առօրյայի մեջ, մեր ընտանիքներում, եկեղեցում, թե անուշադիր ենք մեր ապաշխարության ընթացքի մեջ։ Պետրոս առաքյալը հաջորդ գլխի մեջ 5-րդ գլխի 8-րդ խոսքում նորից շարունակում է իր հորդորը եւ արթնության խոսքով, հորդորական խոսքով դիմում է Աստծո ժողովրդին. արթուն կեցեք, հսկեցեք, վասնզի ձեր հակառակորդը սատանան մռնչող առյուծի պես կպտտի եւ կփնտրե, թե ով կլե, անոր դեմ կեցեք, հավատքով հաստատված, գիտնալով, որ ձեր եղբայրներն ալ աշխարհի մեջ նույն չարչարանքները կկրեն։ Եղբայրներ, քույրեր ջան, հավատքի ճանապարհի մեջ, երբ որ մենք խոստովանենք, նոր ընդունեցինք ավետարանի խոսքը, հավատքի խոսքը, մենք բավականին արթուն էինք, ուշադիր էինք, զգաստ էինք, նախանձավոր էինք, հետևողական էինք մեր ամեն քայլին, ամեն օրվան եւ մեր ապաշխարությանը, բայց անցավ ժամանակներ, փոխվել է երկրավոր կյանքում շատ բան, բայց Աստծո խոսքը հավատքի մարդու համար պետք է որ չփոխվի։ Տեր Հիսուսը նույնն է երեք, այսօր եւ հավիտյան։ Ծննդոց գրքում մենք կարդում ենք Նոյի մասին, Նոյը արթուն էր Աստծո ասածների նկատմամբ եւ 6-րդ գլխի 22 համարում այսպես է գրված. Նոյ արեց Աստծո իրեն բոլոր պատվիրացի պես, Նոյ
արեց, նա արթուն էր, որովհետև Աստված ասելով, որ ջրհեղեղով պիտի վերցնեմ աշխարհը, երկիրը պիտի կործանեմ, բայց ծրագիր ունեմ քեզ հետ նոյ, ուզում եմ իմ ուխտը քեզ հետ հաստատեմ։ Եվ Աստծո ասացի պես Նոյը ամեն բան արեց, որպեսզի Աստված փառավորվի եւ իր փրկության գործը իրականություն դառնա, եւ գրված է Եբրայեցիների թղթում. Նոյ տապանը կառուցեց Աստծո վախով իր տունը փրկելու համար։ Եղբայրներ, քույրեր, մենք կարդալով ավետարան Աստվածաշունչը տեսնում ենք շատ հավատքի մարդիկ, ովքեր անզգուշ եղան եւ արթուն չեղան Աստծո պատգամների մեջ, Աստծո խոսքի նկատմամբ իրանց կյանքում մեծ դժվարություն եղավ։ Առաջին Թագավորաց գրքում գրված է մի անձնավորության մասին, ում որ Աստված կանչել էր, օծել էր եւ նրան թագավոր էր արել, բայց մի բան էր ասել իր հավատքի ճանապարհի մեջ, որ երբ որ պիտի գնաս Ամաղեկի հետ պատերազմի, գրված է առաջին Թագավորաց 15-րդ գլխի 3-րդ խոսքում. Հիմա գնա ու Ամաղեկը զարք, անոր բոլոր ունեցածը նզովացի պես բնաջին ջրե, անոր չխնայես, այր մարդեն մինչև կին մարդը ու տղային մինչև կատնակերը, արջարեն մինչև ոչխարը եւ ուխտեն մինչև էշը մերցուր։ Աստված ինչ որ մեզ ասում է, եղբայրներ, քույրեր, նա քննարկման ենթակա չի երբեք։ Աստծո ասածը ճիշտ է, հավիտենական է եւ սուրբ է, բայց Սավուղը որոշեց, որ Աստծո խոսքը ասվել է, կարող է ինքը այն անասունները, որոնք անպիտան են, դժվարություն կատակարություն են, նրանց բնաջին չանի, բայց նրանք ովքեր պարարտ են, նրանց վերցնի եւ իրեն հետ տանի։ Ամաղեկը զարկավ, Ամաղեկի թագավոր Ագագը ողջ բռնեց եւ բոլոր ժողովուրդը սուրի բերնով ջարդեց, բայց Սավուղ ժողովրդի հետ Ագագը ու եւ ոչխարներուն ու արջարներուն, աղեկներն ու գերերը եւ գառներն ու ամեն պատվական բաները խնայեցին եւ չուզեցին զանոնք ջարդել, միայն բոլոր անարգ ու անպիտան անասունները ջարդեցին։ Եվ շարունակության մեջ Սավուղը մի բան անում, բայց Տիրոջ խոսքը կենթանի է եւ սորեղ է, Եբրայեցիների 4:12-ում գրված է, բայց Տիրոջ խոսքը Սամուել եղավ 10-րդ խոսքում ասելով. Սավուղը թագավոր ունելուս զղջացի, քանզի ինձ մե ետ դարձավ ու իմ խոսքերս չկատարեց, Սամուել տրտմեցավ ու բոլոր գիշեր Տիրոջը աղաղակեց։ Եղբայրներ, քույրեր ջան, պատմությունը երկար է, ինչ կատարվեց, Սավուղը ոչ թե արթուն էր, այլ անզգուշություն արեց Աստծո խոսքին եւ բնական է Աստծո խոսքը կենթանի է եւ Աստծո խոսքը քննարկողը, մի կողմ դնողը, ուղիղ չլինողը, իմաստուն չեղողը ունենալու է դժվարություն, արդյունքում եղավ այն, որ Աստված մերժեց Սավուղին որպես թագավոր լինելու։ Տերը մեզ ողորմություն անի մեր կյանքի օրերի մեջ լինենք արթուն, ինչպես գրված է Թեսաղոնիկեցիների նամակի մեջ 4-րդ գլուխ 5-րդ գլուխ առաջին խոսք, բայց այն ժամերի եւ ժամանակների համար եղբայրներ պետք չէ բանը գրել ձեզի, քանզի դուք աղագիտեք, թե Տիրոջ օրը գիշերվա գողի պես պիտի հասնի, երբ ասելու լինեն, թե խաղաղություն ու ապահովություն է, այն ատեն կորուստը հանկարծակի անոնց վրա պիտի հասնի հղի երկունքի պես ու պիտի չազատեն, բայց դուք եղբայրներ խավարի մեջ չեք, որ այն օրը գողի պես ձեր վրա հասնի, վասնզի դուք ամենք տալ լուսո որդիներ եք եւ ցերեկվան որդիներ, մենք գիշերվանը չենք, խավարինը չենք, ուրեմն չքնանանք ինչպես ուրիշներ, հապա արթուն եւ զգաստ լինենք։ Տիրոջ անունը փառավորվի։ Աստծո խոսքը մեզ հորդորում է, որ այն ժամերի ժամանակների մասին պետք չի ձեզ գրել, եղբայրներ, որովհետև դուք խավարինի չեք, դուք լուսո որդիներ եք, ուրեմն ինչ անենք, չքնանանք ինչպես ուրիշներ, հապա արթուն եւ զգաստ լինենք։ Պետրոս առաքյալի խոսքի մեջ կար մեզ հորդորանք, որպեսզի արթուն կացեք եւ հսկեցեք, կա մեկը անօրեն օդի իշխանը, որ ման է գալիս եւ պտտում է, թե
ում կուլտա նրան դեմ կացեք հավատքով հաստատված։ Տեր Հիսուսը երբ որ լեռը պիտի գնար աղոթելու, վերցրեց իրեն հետ աշակերտները եւ աշակերտներից երեքին Պետրոսին, Հովանեսին եւ Հակոբոսին բարձրացրեց լեռը աղոթք անելու եւ Մատթեոս ավետարանի 26-րդ գլխում այսպես է գրված. Իրեն հետ առնելով Պետրոսը Զեբեդեոսի երկու որդիները սկսավ տրտմել ու վշտանալ, այն ատենը սավանոնց, իմ անձս մեռնելու չափ տրտում է, հոսկեցեք եւ ինձի հետ արթուն մնացեք։ Ու քիչ առաջ երթալով իր երեսի վրա ընկավ ու աղոթք հրավսելով. Ով հայր իմ, եթե կարելի է, թող այս գավաթ ինձ միանցնե, բայց ոչ թե ինչպես ես կուզեմ, հապա ինչպես դու կուզես։ Երբ եկավ աշակերտներին, զանոնք քնացած գտավ ու սավ Պետրոսին. այդպես մեկ ժամ էլ չկարողացաք ինձ հետ արթուն կենալ, արթուն կացեք եւ աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չմտնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը տկար։ Տեր Հիսուսը եղբայրներ քույրեր ջան պատվիրեց եւ պատգամ տվեց, որ արթուն կացեք եւ աղոթք արեք։ Եկեք խոստովանենք մենք բոլորս էլ, որ վերջին օրերի մեջ այնպես արթուն չենք եւ այնպես աղոթքի մեջ չենք, ինչպես որ Աստված է ուզում, իսկ հավատքի մարդու տկարությունը անկումը սկսում է հենց այդ ժամանակ, երբ որ ինքը արթուն չի եւ անզգուշ է եւ չի հսկում իր հոգեվոր ընթացքի մեջ։ Ու եթե մենք ուշադիր ենք, արթուն ենք շատ երկրավոր բաներում, շատ մարմնավոր բաներում արթուն ենք, որ ամեն բան իր տեղը տեղին եւ ճիշտ ժամանակին կատարվի, բայց երբ որ հերթը հասնում է հավատքի ճանապարհի մեջ, մեր արթուն մնալու, մեր անձի նկատմամբ ուշադիր լինելու, այս հարցում մենք արթուն չենք, բայց Պողոս առաքյալը նորից մեզ հորդորում է եւ ասում է Հռոմեացիների գրքի 13-11-ում եւ այսպես ըրեք, գիտնալով թե ժամանակն է որ քնից արտանանք, վասնզի հիմա մոտ է մեզի փրկությունը, քան թե այն ատեն որ հավատացինք, գիշերը շատ անցած է եւ ցերեկը մոտեցած, ուստի մեկ դինենք խաբարի գործերը եւ մեր վրա հագնենք լուսո զենքերը, որպեսզի ցերեկ ատեն պարկեշտությամբ պտտենք եւ ոչ թե անարակություններով, գինեվություններով եւ ոչ թե խառնական կողիներով ու պղծություններով եւ ոչ թե հակառակությունով ու նախանձով, հապա ձեր վրա հագեք Տեր Հիսուս Քրիստոսը եւ խնանք մի տանեք մարմնի ցանկությունների համար։ Եղբայրներ քույրեր ջան, կա մի պատմություն հայտնության գրքում մի եկեղեցու մասին, ովքեր անզգուշության հետևանքով, արթուն չլինելու հետևանքով հայտնվեցին բավականին խորը դժվարության մեջ։ Ուզում եմ կարդամ հայտնության գրքի 3-րդ գլխի 2-րդ համարից, կարդում եմ առաջին համարից, որտեղ գրված է խոսքը Սարդիկեի եկեղեցու մասին է. Գիտեմ քո գործերդ, որ դու անուն ունես թե կենդանի ես, բայց մեռած ես։ Եվ հորդորում այդ եկեղեցուն եւ մեզ արթուն կեցիր եւ հաստատե մնացած բաները, որոնք մեռնելու վրա են, վասնզի քո գործերդ Աստծո առջև կատարյալ չգտա։ Հիմա միտքդ բեր թե ինչպես ընդունեցիր, լսեցիր ու պահե եւ ապաշխարե, բայց հորդորում անորից, եթե արթնանալու չլինես, գողի պես քո վրա պիտի գամ ու բնա պիտի չգիտնաս թե որ ժամուն քո վրա պիտի գամ։ Սակայն քանի մանձեր ունես Սարդիկեի մեջ, որոնք իրենց հանդերձները չախտոտեցին եւ ճերմակներով պիտի պտտեն ինձի հետ, քանզի արժանի են։ Տերը մեզ ողորմություն անի, եղբայրներ քույրեր ջան, արթուն չլինելի պատճառով եկեղեցին հայտնվեց խորը դժվարության մեջ եւ Աստծո գնահատականը գալիս Աստծո կարծիքը եւ բնութագիրը տալիս է եկեղեցուն եւ ասում է ունես անուն, քեզ թվում է թե ունես անուն կենդանի ես, բայց մեռած ես, որովհետեւ արթուն չես եղել։ Տիրոջ անունը փառավորվի։ Ես կխնդրեմ կանգնենք աղոթքի եւ ասենք Տեր, որ օգնիր ինձ, որ ես արթնանամ քո գալուստից առաջ, թմրած չլինեմ,
անհոգ անտարբեր քնած չմնամ, օգներ ինձ արթնանամ, հսկեմ, որովհետև կա մեկը հետամուտ է ինձ հիմնահատականելու անօրենը, բայց քո ձեռքը չի կարճացել փրկելուց